Բարի երեկո ժողովուրդ, ոնց եք։ Վալենսիայում 10 աստիճան է ոնց որ, հա, աշկը սնգավ, ասա մի հատ էլ նայենք հասկանամ, ոնց որ 10 աստիճան է, հա, 10 աստիճան է, լավ է, տաք է, կամ ես եմ շատ տաք հագե, ամենայն դեպս ես ինձ լավ եմ զգում։ Այսօր եկել եմ էլի, ժողովուրդ, էդ ինչ մի մեկնաբանություններ էի գրել ես վերջի վիդեոյի հետ կապված, Մադուրոյի հետ կապված, կեսը գրել են Թրամփը պետք է գա Փաշինյանին է տանի, այն մյուս կեսը գրել է Թրամփը պետք է գա Սերժին տանի, մի պարզ է արդեն ամեն մեկը որ կողմից է, նույն ձևի էլ որ կարդում ես ասենք ռուսական լրատվականները, տակը գրում են, ռուսները գրում են եկեք Պուտինին տարեք, նրանք գրում են եկեք նրանց ովշմ, ամեն մեկը ոչ մեկ իր պրեզիդենտից գոչի, իր նախագահից գոչի, մի սաղ անձամբ ուզում են կապնվեն Թրամփի հետ, որ իրանց նախագահին գա տանի, արա շատ լավ տարավ է, շատ սիրուն տարավ է, տեղել բան չես կար ասես, առանց կռիվ, առանց պատերազմ, ռուսները գրում են, ուկրաինացիները գրում են, չէր կարում գայր սրան էլ տաներ ետ իրանց Զելենսկին էլ մի անգամից առանց պատերազմ առանց բան անցնենք, ես քանի տարիա պատերազմի մեջ ենք, մի խոսքով, Թրամփի ռեյտինգը հել է բարձրացել, այլ տեղ չկա, որ բարձրանա, բայց Թրամփից չխոսանք այսօր, եկենք վերջի անգամ մի հատ անցնենք այդ Մադուրոյի վրով, հա, ու կշարունակենք արդեն ուրիշ նյութեր, ուրեմն երբ որ աշխատում էի ռեստորանում, ռեստորանի սուշեֆը, այսինքն սուշեֆը էլի, այսինքն էլ որն է, այսինքն շեֆից մի հատ ցածր այդ տղեն Վենեսուելայից էր, Օսկար էր անունը, ու ռեստորանը լավ մեծ ռեստորան էր, բան ինքը շատ լավ խոհարար էր եւ այլն, հիմա երբ որ ես բաները եղան, ես դեպքերը եղան, զանգեցի, ասում եմ, ինչ կա, մի խոսքով ժողովուրդ, մանր երկար բարակ բացատրեց, պատմեց, թե ով է Մադուրոն իր կյանքում, ով է եղել, մի խոսքով, սաղ, հիմա հետաքրքիր մի երկու բաներ, շատ դաժան մարդ է եղել, ժողովուրդ, դա բան Փաշինյանին կարանք համեմատենք իր հետ, ոչ էլ բանին, Սերժին ու Քոչարյանին, այդ մարդը լրիվ կիսա դեբիլոտ մարդ է եղել, դաժան մարդ է եղել, մի խոսքով։ Այս մեր Մադուրոն, ուրեմն, այսպես պահեմ, ծնվել է Կարակասում եւ այլն, այնտեղ ընտանիքը միջին սոցիալական վիճակի է եղել, դաժե միջինից վատ։ Այս մեր ընկերը երբ որ արդեն դպրոց ավարտել է, կարծեմ բարձրագույն ինչ-որ բան չի ավարտել, ինչ-որ տեղ չի ավարտել, ուղղակի դպրոցը ավարտել է, մի քիչ անցել է, չգիտեմ, այս կոմենկոմ ու ընդունվել է ավտոբուսի վարորդ որպես աշխատանքի ու ասում է ավտոբուսի վարորդ լինելու ժամանակ, եղած ժամանակ, ասում է շատ էր խոսում ժողովրդի հետ, ուղևորների հետ, ինչ խնդիրներ ունեն, ինչ ոնց էս կոմենկոմ, ինչից են բողոքում բան ու ինքը այդ ընթացքում ոնց որ արդեն կիսա հեղափոխական ինչ-որ տես բաներ ունեցել է ու պաշտպանել է բանը ինքը այդ ավտոբուսի վարորդների շահերը տենց միտինգներ արել բան էս կոմենկոմ մի խոսքով պետության դեմ է եղել, այնի կյանքում չի ուզեցի ասում է որ նախագահ դառնա կամ էս կոմենկոմ հիմի ասում է ոնց է լինում, ծանոթանում է Ուգո Չավեսի հետ, տենց հեղափոխական ինչ-որ տենց միտինգների ժամանակ կամ չգիտեմ, Ուգո Չավեսին դուր է գալիս ու վերցնում է ձեռի տակ էս մարդը ու տենց իրանց համար էսով է, որ ես ինչ շուխուր ես տերում արբաց մարդ էր Մի խոսքով ժողովուրդ ջան, ընդունում է պատգամավորից հետո դառնում է ազգային ժողովի նախագահ, հետո Ուգո Չավեսի մոտ դեռ ռակ է հայտնաբերվում, եթե չեմ
սխալվում, ասում ինչ որ ռակ ալում տոլ ինչ որ հիվանդություն ալում անբուժելի։ Ուգո Չավեսը իր մայից հետո ովշմ խորհուրդ է տալի, ասում ես կընտրեի Մադուրոին։ Մադուրոն մի բանում է ժամանակավոր պաշտոնակատար, հետո դառնում արդեն նախագահ։ Նախագահության ընթացքում դառնում է նախագահ ու ցնդում է, էլի։ Կոպիտ ասած, որտեղ մինչև նախագահ դառնալը ոնց որ թե օքեյ ալում, նորմալ ալում, ժողովուրդն էլ նայիմա ոնց որ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ, էլի։ Մի խոսքով, այս մարդու 13 թվին է, եթե ասում է 13 թվին ոնց որ ասած, եթե չեմ սխալվում, 13 թվից է նախագահում, միջև 3 նախագահության ընթացքում ասում է ճգնաժամ, բան էս կողմենքով մարդիկ նավթային պետություն է եղել ինքը շատ մեծ նավթային պաշարներ է ունեցել, բայց ունի էլ, բայց ժողովուրդը սոված է եղել, ես տենց բան, ես հարցրեցի, ասեցի, այդ ճիշտ է, որ սոված է եղել ժողովուրդը, սովից մահացել են բանման, ասում է դե սովից մահացած մարդ ես չեմ տեսել, բայց կարա լինի հաստատ, որովհետև ես չեմ լսել, չեմ իմացել, ասենք իմ ծանոթը կամ ես կողմ ինչ-որ մարդ լինի, որ սովից մահանա, բայց ասում է հաստատ կարա լինի, որտեղ մարդիկ կոպեկներ են աշխատել գործ չի եղել, ոչ մենակ գործ չի եղել ժողովուրդ, այլև ոչ մենակ ուտելիք չեն կարողացել առնեն, որովհետև փող չեն ունեցել այդ մարդիկ, այլև ուտելիքի պակաս է եղել, դիֆիցիտ է եղել, այսինքն խանութների մեջ շատ ժամանակ չի եղել, շատ բաներ, ասում զարթնում էինք առավոտը, գնում ենք, կայնում ենք հերթ, որ ասենք խանութից, չգիտեմ, ինչ-որ հաց առնենք, կամ էս առնենք, կամ այն առնենք, այնը հերթը կհասնի, հերթը կես կհասնի, հետի հացը կլինի միջև է թե չէ կամ եւ այլն, ասենք ամենաանհրաժեշտ պարագաները, էլի, ասենք բաներ, սնունդը, ասենք ոչ թե ինչ-որ ասում եմ, բայց հերթը կհասնի թե չէ, էդ էլ էր հարց։ Մի խոսքով, ասում եմ, շատ վատ դաժը, ասում եմ, այնքան վատ է եղել, ասում եմ, որ մարդիկ ոտով, որտեղ ասում եմ, սամալյոտի տոմս եղել է շատ թանկ, մարդկանց համար, որ դուրս գան երկրից, ավտոբուսի տոմսել է թանկ եղել, ասում եմ, ոտով 2-3 հազար կիլոմետր օրերով, երեխեքի հետ, ընտանիքով, բան տենց դուրս են եկել, որ այդ երկրից փախնեն ուղղակի։ Այսինքն նայեք էլ այսքան ժամանակ այս դարում, ասինքն տենց սոված մարդիկ որ ապրեն, դա երևի մեկ էլ, չգիտեմ, տենց որտեղ կա էլի, կլնեն, տեղերը կլնեն, բայց ամենայն հավանականությամբ ես չեմ հիշի կամ չեմ իմանում որ ասեմ։ Մի խոսքով, ասում եմ, իմ ինֆլյացիա է եղել, փողը այնքան է արժե զրկվել, որ sense բռնեմ, որ ասում է զուքանի թուղթը ավելի թանկ արժեր, քան թղթադրամը, ասում ու մարդիկ շատ ժամանակ ռեալ բան ասում, թղթադրամը օգտագործում էին որպես զուքանի թուղթ, այսինքն այդքան արժեզրկվել է, ու պատմում ես մի երկու բան այդ Մադուրոյից, ասում է բան ա եղել էլի, որ կիսա գիժ են ելնում է, տենց կամ գիժ, չգիտեմ, հերթերի ժամանակ, ասում է դեպքեր է եղել, շատ տեսել են ցույց ընդվել, նկարել են, որ հերթերի ժամանակ ինքը շատ է սիրել սալսա ապարել, ու ժողովուրդը որ տենց երկար հերթակային է բան, այդ հերթերի ժամանակ ինքը գալիս էր սալսա է ապարում այդտեղ, յանի ինչ ես չգիտեմ, յանի կարող է ասենք ժողովրդին ձեռ առնելու համար կամ չգիտեմ, այդ իր համար ինչ-որ տենց լավ բան է եղել, որ ժողովուրդը այնքան փող ունի, հրնայք իմ ժողովուրդը այնքան փող ունի, որ հերթ է կայնում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց տենց բաներ արել ու տենց ցինիկ բաներ շատ ա ունեցել, ասելա, եթե սովամահ ես լինում, մանգոկ էր, եթե փող չունես ոչի բան որ ուտես, մանգոկ էր ու ժողովուրդը դա սարքել է մեմ ու տենց շատ ձեռ են առնում բան իրան, այսինքն տենց ինչ-որ ցինիկ մեկն է եղել ժողովուրդ, էլ ինչ հետաքրքիր բաներ ասաց, արա ասում եմ, բայց այսքան ժամանակ ասում եմ, ես քո հետ աշխատել եմ, բա դու ոնց մի անգամ ինձ չես ասեմ, մենք իրար հետ ենք էլի միշտ գնում գործից տուն այդ տղու հետ, ասում եմ, բա որ դու ինձ ոնց մի անգամ չես պատմել, չես ասում, այս ժամանակ լավ չի հասկանում իսպաներեն, ասում եմ, հազիվ մի անգամ բացատրեցի, որ
տունը Վենեսուելայում, ես մոտո ունեմ, հազիվ հասկացար ասում։ Ասեցի, հա, ճիշտ է։ Ուր մնաց ես քեզ դնեմ պատմեմ, ասում տնտեսական վիճակը Վենեսուելայում ոնց է։ Ասի ճիշտ ես ասում, ասեցի։ Հիմա մի քիչ այնքանա որ sense իրանք է շատ բան են խոսում, եթե դու Իսպանիայի իսպաներեն ես խոսում, գիտես, իրանց լեզուն, իրանք նամանավանդ որ մի քիչ արագ են խոսում, ոնց որ լրիվ ուրիշ լեզվով խոսան, բան չես հասկանում, ես չէի հասկանում։ Հազիվ գործի մեջ իրար տենց կարում էինք հասկանայինք, բայց տենց լուրջ թեմաներից բնականաբար չէինք խոսա։ Մի խոսքով, հա, ու ասում ստեղից որ փող ենք ուղարկում այնտեղ այնքան չկա, այնքան աղքատ են, որ ստեղից փող ենք ուղարկում մի քիչ, ասենք ամսական մի 50-100 եվրո փող ենք ուղարկում, այնտեղ դի շատ մեծ փող է։ Շատ մեծ գումար, չգիտեմ այդ որպես առավելություն նայենք թե չէ, բայց ժողովուրդը տանջվել է, իրոք որ ու ասում այդ ճանապարհին, որ 2-3000 կիլոմետր ոտով մարդիկ քայլելով եկել են, ինչ որ մի հատ սար կա, անունը չեմ հիշում, անունը տվեց, ասեց այդ սարի ամենաբարդ մասը այդ սարի անցումն է եղել, որ դա սարով պետքա անցնեն գային։ Ու ասում է շատ մարդիկ այդտեղից չէին կարող անցնել, այսինքն սառում էին այդտեղ ձմեռներ, ասենք ցուրտերնում սառում էին, չէին կարող անցնել, գալիս էին հիվանդ արդեն շատ պատկերացրեցիք ու իրանց համար ասենք ինչ կլիներ, ասենք իրան ինչ որ մի հատ նորմալ երկիր, ինչքան իրանց համար փոփոխություն չէ կլիներ, ասենք այսինքն քայլելով այնքանավոր փախնեն, պատկերացրեք այնքան անճարել են, որ կամ մեռնենք կամ ասենք տեղ հասնենք, էլի, այսինքն փախնելով եկել հասել են տեղ։ Մի խոսքով, այստեղ ժողովուրդը շատ ուրախ է, չնայած այստեղ ոնց որ երեք ցույց տվեցի, որ միտինգներ կան, որ ժողովուրդը շատ ուրախանում է եւ այլն, որ վերջապես պրծանք իրանցից, մարդիկ էլ կան, որ ասում են, գիտես, ինչ կա, ասում են, հա պրծանք, մենք գոհ չէինք իրանից, բայց ասում է Թրամփի անելուն էլ անելու չէր, էլի, ասում է, եկավ ասում է, ասենք մենք, այսինքն ստացվում է, որ մեր երկիրը այնքան թույլ է կամ այնքան չի հարգում մեզ, որ ինքը կարող է մեր նախագահին վերցնի, տանի դնի, ասենք ուրիշ նախագահ բերի դնի, հա ասում եմ, չգիտեք որ այդքան թույլ է։ Մի խոսքով մարդիկ կային, որ բողոքում էին, ասում էին, որ ինչքան էլ որ մեզ ձեռա տալ էտի, բայց մենք գոհ չենք, որ ու պլակատներով բան Թրամփի դեմ, էլի դուս էին եկել Մադրիդում, Ամերիկայի դեսպանության դեմն էր, Մադրիդում էր, բայց ոնց որ Մադրիդում էր։ Մի խոսքով, որտեվ այնքան նորություններ նայեցինք այս ընթացքում, խառնվեց իրար։ Մի խոսքով, մարդիկ եկան, ուզում ասեմ, որ դժգոհ են, որտեվ ասում են քաղաքական մեկնաբաններ եկան, ասում են այսօր Վենեսուելայի հետ տենց արեց, վաղը կանի, ասենք, չգիտեմ, ուրիշ երկրի հետ, ոնց ուզում, ինչ ուզում անում է, բայց դե փաստորեն մարդը ոնց ուզում, ինչ ուզում անում է։ Մի հարցի մյուս կողմն է, այդ Մադուրոից հետո ով կնստի, կարող ավելի վատը գա, ավելի էլ բեթարը գա, նստի ու ավելի վատ լինի ամեն ինչ, բայց ես իմ դրանից ենքում էլ ինչ վատ էր, եթե մարդը եթե սովամահա լինում, դրանից ենքում ասում են շատ ենք ուզում, որ միանանք Ամերիկան ասենք իր մարդուն դնի կամ չգիտեմ, միացնի իրանց, մենք դառնանք Ամերիկայի ինչ-որ մի գաղութ, ասում են ուզում ենք տենց շատ ավելի լավ կապրենք, շատ ավելի լավ կլինի ու կարող է հենց տենց էլ լինի, հենց տենց էլ կարող լինի Վենեսուելան դառնա Ամերիկայի ինչ-որ մի հատված, մի գաղութ։ Ամեն դեպքում մարդիկ այնքան են զզված, որ չեն նայում, ասենք իրանց երկիրը կորցնեն, ասենք էլ Վենեսուելան առանձին պետություն դες չի լինի, ինչ որ մեկի ձեռի տակ կլինի, ինչ որ մեկի իշխանության տակ կլինի, չեն նայում, որովհետև վիճակը այնպես վատ է, որ ու ոնց որ երեք ասեցի, շատ մարդիկ արդեն ասում են մի հատ նայենք տենանք ինչ է կատարվում, եթե տենանք ինչ որ մի փոփոխություն, թեկուզ մի փոքր ինչ որ մի բան փոխվում է, գնանք հետ ապրենք, որովհետև այնտեղ տուն ունեն թողած մարդիկ, շատ մարդիկ դատարկ տուն ունեն թողած, հարազատներ ունեն։ Այս կողմ մի հատ ես ուզում եմ հիշեմ, մեկ էլ
Ինչ մի հատ հետաքրքիր բան ասեց։ Եմ կարող հիշեմ։ Մի խոսքով ժողովուրդ։ Այսքանը պարզա որ մեկնաբանության մեջ պիտի գերվեր եկեք Փաշինյանին տարեք, եկեք Սերժին տարեք, Քոչարյանին տարեք, բայց իր հետ անհամեմատելի է, էլի ինձ թվում է տենց դեբիլի հետ մի քիչ անհամեմատելի է մեր ներկա կամ անցյալ նախարարներին, նախագահներին համեմատել։ Այսքանը ժողովուրդ ջան, անձրևոտ աստեղ մի քիչ մարդ չկա, լույսերը կախել գնացել են, դաժե ստեղից են նայեք, լույսերը կախել է շենքը որ վերանորոգում են, դաժե ստեղից են լույսերը կախել, որ փողոցները լուսավոր լինի։ Լավ եղեք, լավ մնացեք, կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ Ու չմոռանաք բաժանորդագրվեք նաև, եթե միջև վերջ կնայեք, վերջում եմ մատ բաժանորդագրվեք։ Լավ եղեք, հաջողություն, բարի գիշեր։